Ինչու է ժամանակակից զարգացած աշխարհում օր-օրի ավելանում հիվանդությունների եւ դրանցով տառապող մարդկանց թիվը։ Այս հարցը թերևս ծնվում է յուրաքանչյուր մտածող մարդու գլխում, չէ՞ որ պետք է հակառակը լիներ։ Տեխնիկայի, բժշկության զարգացման այս տեմպի, կյանքի որակի բարելավման հետ մեկտեղ պետք է նվազեր զանազան անբուժելի, վտանգավոր եւ երկարատև հիվանդություններով տառապող մարդկանց թիվը։ Պատասխանը սպասվածից էլ պարզ է։ Դրանց տարածմանը նպաստում է ոչ միայն օդի աղտոտվածությունը, այլ նաև վատ եւ անորակ սնունդը։ Պետք է ասել, որ երկիր մոլորակի ազգավնակչության 1%-ը ամեն օր օգտվում է արագ սննդի օբյեկտներից, այսինքն օգտվում են արագ սննդից։ Չգիտես ինչու հետխորհրդային պետություններում սկսեցին սնկի նման արագ աճել արագ սննդի օբյեկտները, որովհետև նրանք չափից ավելի շատ շահութաբեր են, ինչն է մտնում արագ սննդի մեջ։ Համբուրգերներն են, չիզբուրգերներն են, ֆրիններն են, հավի թևիկներն են, որ անդադ օգտագործում են այդ խրթխրթան, շաուրմանները, հոթ-դոգերը, կարկանդակները, չիպսերը, կարտոֆիլային եւ այլն։ Ընդամենը 15-20 տարի առաջ հայ սպառողին անծանոթ էին համբուրգեր, չիզբուրգեր, ֆրի եւ արագ սննդին պատկանող մնացած ուտեստների անունները։ Այսօրվա արագ սննդի կամ ինչպես ավելի հայտնի է ֆաստ ֆուդի բերած վնասների մասին մեզ մոտ գոնե քչերը գիտեն։ Ընդհակառակը, լայն զանգվածներին գրավում է տարատեսակ ֆաստ ֆուդերի համային, գունային բազմազանությունն ու արտաքին մյուս խաբուսիկ թվացյալ առավելությունները։ Համային տեսակետից լավ է եւ գրավում է երիտասարդներին, երեխաներին, չափազանց գրավում է, ինչու՞։ Որտեղ դրանց մեջ օգտագործված են տարբեր հավելանյութեր, բնականի փոխարեն բուրավետիչներ, կոնսերվանտներ, այսինքն պահածոյացնող նյութեր եւ այլ մի շարք հավելանյութեր, որոնք առանձին գրավչություն են տալիս տվյալ մթերքին համային, տեսքային տեսակետից եւ սպառողին գրավում են, բայց իրականում դրանք իրենց մեջ վտանգ են պարունակում։ Շատ երկրներում հիմա ընդունված է, որ չիպսերով տոպրակների վրա գրած է, որ վտանգավոր է երեխաների համար։ Այդ մատնաշուն է, որպեսզի ծնողները իմանան, իսկ դա շատ համեղ բան է։ Ես խորհուրդ եմ տալիս ընդհանրապես երեխաներին արգելել, որպեսզի նման մթերքներ օգտագործեն։ Դժվար էր հավատալ, որ Հայաստանում արագ սննդի կետերը կունենան հաջողություն, որովհետև ընտանիքով ճաշելու ավանդույթը հայոց մեջ խորը նստվածք ունի։ Հանգիստ, լավ տրամադրությամբ, ընտանեկան սեղանի շուրջ ընդունած սնունդը ավելի բարենպաստ ազդեցություն է ունենում, քան աղմկոտ վայրերում արագ ոտքի վրա կերածը։ Բայց կյանքի տեմպը թելադրում է իր կանոնները։ Ժամանակի սղությունը, ամեն ինչ հասցնելու ձգտումը երբեմն մարդուն զրկում է ընտանիքում ճաշելու լավ հնարավորությունից, իսկ դրսում սնվող մարդիկ պետք է ծանոթ լինեն ճիշտ սնվելու որոշակի կանոնների, որպեսզի հնարավորինս քիչ վնասեն սեփական առողջությանը։ Արագ սննդի վայրերում մարդիկ կարծես ավտոմատացված լինեն, արդեն արագ ուտում են, լավ չեն ծամում, որին մեկտեղում է բարձր երաժշտությունը։ Այդ երաժշտության ընթացքում կարծես տեմպով սկսում են արագ ուտել, նույնիսկ իրենք էլ չհասկանալով, թե ինչ են ուտում եւ ինչպես են ուտում։ Դա իր հերթին բերում է օրգանիզմի ճարպակալման։ Համը երբեք չի կարող որակի հետ կապ ունենալ։ Կարող են այնպեսի համեր տալ, վերցեք ասեք սովորական այս բաները, հյութերը, որ հիմա մենք օգտագործում ենք։ Տարբեր տեսակի հյութեր կան, տարբեր անանասի համո, բալի համո։ Ես համոզված եմ, որ այնտեղ մեծ մասը օգտագործում են սինթետիկ արոմատիկ նյութեր, որոնք այդ համը տալիս են եւ դուք եք ասեք, այս վայս ինչ լավ հյութ է, ես ինչ բայց փաստորեն կարող է որակը դրա հետ կապ չունենա։ Շատ ծնողներ չեն էլ պատկերացնում, թե ինչ վտանգի առաջ են կանգնեցնում իրենց երեխաներին, երբ ասենք որպես խրախուսանք լավ գնահատականի կամ լավ պահվածքի, նրան հրամցնում են իր նախընտրելի ֆաստ ֆուդն ու գազավորված ըմպելիքը։ Գազավորված քաղցր ըմպելիքների եւ ֆաստ ֆուդի միաժամանակ ընդունումը դա խիստ բացասաբար ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, որովհետեւ քանի որ հիմնականում ֆաստ ֆուդները ճարպային միացումները շատ են, այստեղ մենք օգտագործում ենք գազավորված քաղցր ըմպելիքներ, C2-ը ուրեմն լայնացնում է աղիքների պատերը եւ ներծծման process-ը դանդաղացնում է, հատկապես ճարպային նյութերի քայքայման process-ը շատ դանդաղ է ընթանում։ Արագ սնունդը եւս վտանգավորություն ունի այն տեսակետից, որ նման է թմրանյութին։
Այսինքն ինչքան մարդիկ սկսում են արագ սնունդ հաճախ օգտագործել, կախվածություն է նրանց մոտ առաջանում եւ չեն կարողանում հրաժարվել։ Եվ անընդհատ կարծես արագ սնունդը իրենց հրավիրում է իրենց մոտ։ Որպեսզի մեր ասածը մերկապարանոց չհնչի եւ սպառողն իր աչքով տեսնի ամեն բան, մենք էքսպերտների հետ միասին շրջեցինք քաղաքի արագ սննդի որոշ կետերով, օգտվեցինք նրանց առաջարկած ծառայությունից եւ քայլ առ քայլ բացահայտեցինք արկա թերություններն ու սպասվելիք վնասները։ Իմ մոտ գտնվող այս օրինակում պետք է նշեմ, որ այս կարտոֆիլի որակը այնքան էլ բարձր չէ, պատրաստի արտադրանքի որակը, որտեղ ուշադիր նայում ենք, տեսնում ենք, որ հումքը, որ օգտագործվել է ֆրիի պատրաստման համար, այսինքն կարտոֆիլը մաքրման process-ը լիակատար չի կատարվել։ Այստեղ նկատվում են հիվանդ կարտոֆիլի հետքեր, որոնք չեն հեռացվել մաքրման process-ում, սևացած են, բացի դրանից այդ սևացած մասերը ցույց են տալիս, որ կարտոֆիլը ենթարկվել է ֆիզիոլոգիական հիվանդության։ Տնային պայմաններում մենք աշխատում ենք այդ շերտը լրիվությամբ հեռացնել, իսկ այստեղ թողնվել է։ Միայն կարելի է ենթադրել, որ եթե լրիվությամբ մաքրել, ապա կարտոֆիլի ելքը քիչ կլներ, որը կանդրադառնար իրենց արտադրանքի որակի վրա։ Խնայել են եւ այդ վնասվածն էլ դրել են, մտածելով, որ դիմակի տակ է, փակված է, սպառողը չի նկատի եւ կուտի կգնա։ Կանաչած կարտոֆիլի մեջ ավելանում է սոլանին կոչվող գլյուկոզիդը, որը պատկանում է թունավոր գլյուկոզիդներին եւ նաեւ տնային պայմաններում մենք պատրաստելու ժամանակ ամբողջությամբ հեռացում ենք կանաչած մասը կամ կանաչած կարտոֆիլը չենք օգտագործում։ Դե հասկանալի է, եթե հանրային սննդի օբյեկտը ուտեստը պատրաստի այն նույն սրտացավությամբ, ինչպես դա անում են տանը, շահույթ ապահովելն ավելի կդժվարանա։ Մնում է սպառողը գիտակցի, որ իր սիրելի կարտոֆիլային ֆրիի մեջ հաճախ հայտնվում են վնասված ու հիվանդ կարտոֆիլի շերտեր, որոնք ճիշտ կլիներ դեն նետվեին։ Մսամթերքը, որը ծածկված է զանազան սոուսներով ու կանաչիով, վատ որակի է եւ այլն։ Բայց սա դեռ ամենավտանգավորը չէ։ Ավելի տխուր է պատկերացնել, թե որ երրորդն էր այդ կարտոֆիլը, որ տապակվեց միևնույն ձեթի մեջ։ Միշտեր գոյություն ունեն որոշակի նորմեր, թե քանի անգամ կարելի է եռացնել եւ կիրառել նույն ձեթը։ Որոշակի, ասենք, թե խմբականակ կա, որ այսքան լիտր, ասենք, ձեթի մեջ պետք է այսքան խմբականակով բան մշակվի, եփվի։ Դրանից հետո ձեթը պետք է թափվի, իրավունք չունի օգտագործվել, որտեղ մեծ քանակությամբ ակրիլամիդ է առաջանում։ Բայց մեծ մոտ ձեթը չի թափվում, ակրիլամիդի քանակությունը հետս հետ է ավելանում է եւ նույնիսկ դեպքեր կան, որ ակրիլամիդը կարտոֆիլային չիպսերի մոտ 100 անգամ գերազանցում է նորմային։ Ամենավտանգավորը դրանք տրանս ճարպերն են, որ ներկա ժամանակահատվածում համաշխարհային մասշտաբով դրանց ստուգումներն են գնում եւ պարզվում է, որ չափազանց շատ ֆաստ ֆուդի մեջ օգտագործվում են տրանս ճարպերը, որոնք շատ մեծ վտանգ են ներկայացնում ինչ տեսակետից։ Քաղցկեղածին են, դիմադրությունը գցում են մարդուն, շաքարախտի տեսակետից հիվանդություն կարող են առաջացնել։ Որպես իմանանք, թե ակրիլամիդը ինչքան վտանգավոր է, ասեմ, որ ակրիլամիդը սովորաբար օգտագործվում է պոլիմերային նյութերի արտադրության մեջ։ Ակրիլամիդի քանակությունը հատկապես մեծանում է, երբ որ տապակման process-ը բավականին երկարատև է։ Շաուրմաների մեջ շատ մեծ քանակությամբ կա, իսկ ամենաբարձր քանակությամբ ակրիլամիդ պարունակում են կարտոֆիլային չիպսերը եւ կարտոֆիլի ֆրի։ Ավի խրտխրտան թևիկների կողքով դժվար է անտարբեր անցնել։ Սոված մարդուն գրավում են դրանց տեսքը, գայթակղիչ հոտն ու համը։ Տարատեսակ սոուսներն ու հավելումները, որոնք համային լավ հատկանիշներով են օժտված, անպայման իրենց սև գործն անում են մեր օրգանիզմում։ Որոշեցինք տրվել գայթակղությանը եւ ուտելով բացահայտել թաքնվածը։ 5 թևիկներից 4-ը թերիեփ էին, այսինքն ներսի շերտերը ես ցույց տամ, որ տեսնեք, որ կարմիր են, դեռ չի եփվել փաստորեն։ Կան, ասենք, արյան զեղված, ասենք, մասեր, որոնք որ եւս որ չի թույլատրվում, ասենք, տվյալ սննդամթերքի համար օգտագործված են։ Միայն մեկի մեջ էր, որ, ասենք, նորմալ միսը եփված էր։ Տաք վիճակում մարդիկ կարող են չզգալ, այսինքն այս արատները կամ թերությունները, բայց երբ որ արդեն սարած վիճակում է, անմիջապես երևում է։ Մսամթերքը ընդհանրապես լրիվ լավ չէր եփված, բոլորը որ փորձեցինք, եւ կոտլետները, եւ այս միսը, որ մենք հիմա ցույց ենք տալիս, քյուֆտայի միս է, որը որ ասենք սրա մեջ մենք օրինակ հայտնաբերեցինք նախ հայտնաբերեցինք եւ ոսկրի կտորներ եւ կրճիկային մասեր։ Բացի դրանից այն կանաչեղենը, որոնք որ փաթաթված էին ուտեստի վրա, դրանք
թարմ տես չունեին, լրիվ թարամած կանանչիներ, հնացած, սևացած կանանչիներ էին մեջ։ Այսինքն կարծես թե ոչ ամեն ինչն է թարմ օգտագործվում ֆաստ ֆուդի մեջ։ Թվում է, թե ինչ վնաս կարող է բերել հանապազօրյա հացը, բայց պետք է հասկանալ եւ իմանալ, ինչ հաց է օգտագործում ֆաստ ֆուդ առաջարկող ընկերությունն իր բուտերբրոդներում, ինչ է համադրում հացի հետ եւ ինչ հետևանքներ կունենա դրանց միացությունը։ Չէ՞ որ սատանան մանրուքներում է թաքնվում եւ երբեմն ամենամեծ չարիքն ամենաչսպասված տեղից է գալիս։ Շաուրմա կոչվող սնդամթերքի համար օգտագործվող լավաշը կամ հացը, որ իրենք հատուկ այդ պատրաստում են լոշիկները մեջը փաթաթելու համար, պետք է ուշադրություն դարձնել նաև այդ հացի որակին, որը որ իրենք պատրաստում են, բայց երբ մենք նայում ենք հացի համային հատկությունները, մենք առանձնապես չենք կարողանում հասկանալ, թե ինչ անունի, որտեղ այստեղ օգտագործված բոլոր համային բաղադրիչները ծածկում են կարտոֆիլի համային հատկությունները, հնացած արդեն, այնուհետև մսի համային հատկությունները, որտեղ ավելացված սոուսը, մայոնեզը, նրանք թաքցնում են հումքի անորակության, կարելի ասել ոչ թարմության հատկանիշները։ Խնդրեմ այստեղ հաց ունի բարձր խոնավություն պլյուս դրան սոուսների բարձր խոնավությունը նշանակում է այս բուլկիները այս բաղադրությամբ ուտելուց հետո նրանք մեր օրգանիզմին ջրամարս չեն լինելու եւ կարող են առաջացնել խանգարումներ տարբեր տեսակի։ Միայն սովորական համտեսի կամ անզեն աչքով էքսպերտ սպառողների տված գնահատականը գուցե համոզիչ չհնչեր, եթե տարբեր տեղերից գնված արագ սննդի 7 նմուշ չզննեին հավատարմագրված լաբորատորիայում, թե ինչ ցույց տվեց լաբորատոր փորձաքննությունը կպատմեն տեղի մասնագետները։ Ներկայացված 7 նմուշներից 4-ի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, որը ըստ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հիգիենիկ նորմերի չի թույլատրվում։ Ընդ որում, մեր կողմից ստուգված նմուշներից առաջինի մեջ հայտնաբերվել է ամենաշատ քանակությունը։ Երկրորդի մեջ ստացվել է բավականին էլի մեծ քանակություն, իսկ քիչ քանակություն ստացվել է մեզ 5-րդ նմուշի մեջ, համեմատաբար, սակայն ինչպես արդեն նշեցի, ըստ նորմատիվ փաստաթղթերի մենք պետք է ունենանք 0 քանակություն։ Առաջի երկրորդ նմուշների մեջ հայտնաբերվել է միայն խմորասնկեր, առաջինի մեջ 250, երկրորդի մեջ 95 աղութ, իսկ 6-րդ նմուշի մեջ հայտնաբերվել է խմորասունկ եւ բորբոսասունկ, 13 խմորասունկ եւ 350 գաղութ բորբոսասունկ, սա բավականին մեծ քանակ է։ Ուտելուց հետո ինչ-որ բան խմելու ցանկություն շատերի մոտ է առաջանում։ Դե որպեսի կարճատև հաճույքն ամբողջական լինի, իսկ առողջության վնասն ավելի հաստատուն, տարատեսակ բուտերբրոդներից հետո խմում են գազավորված որևէ ըմպելիք ու շտապում մեր գործի։ Պարբերաբար օգտագործվող գազավորված քաղցր ըմպելիքների բերած վնասն անդառնալի մեծ է եւ ընդհանրապես կապ չունի դուք ինչ եք խմել։ Համաշխարհային ճանաչում ունեցող թանկ մի բան, թե տեղական արտադրության անհայտ էժանագին մի լիմոնադ։ Բացասական կողմը նա է գազավորված քաղցր ըմպելիքների, որ նա պատրաստվում է թթվային հիմքի վրա։ Այսինքն տարբեր տեսակի կիտրոնաթթվի, օրթոֆոսֆորական թթվի եւ այլն հիմքի վրա, եւ դա նույնպես բացասական ազդեցություն կարող է ունենալ օրգանիզմի վրա, որովհետեւ օրգանիզմը ունի հիմնաթթվային հավասարակշռություն։ Իսկ եթե մենք արդեն թթվայինը ավելի շատ ենք օգտագործում, այդ հավասարակշռությունը խախտվում է, առաջանում է մի հիվանդություն, որը կոչվում է ացիտոզ։ Այդ ացիտոզը կարող է նյութափոխանակության խանգարման պատճառ դառնալ, մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ։ Վերջին տարիներին պատկերն ավելի տխուր է դարձել։ Օգտագործում են շաքարի փոխարինիչներ։ Առանձնապես մեծ խելք ու բժշկական գիտելիքներ պետք չեն հասկանալու համար, որ արհեստածին բնականից զուրկ մթերքները վնասակար են մարդու առողջության համար։ Արհեստական հավելանյութերի յուրահատուկ համն ու հոտը այն ավելի գայթակղիչ է դարձնում։ Բայց բնականաբար դրանք չեն հագեցնում մարդու ծարավը, հակառակը։ Նրանց մեջ առկա որոշ տարրեր ստիպում են մարդուն անընդհատ խմել եւ չհագենալ։ Հիմա շատ հաճախ ամբողջ գազավորված ըմպելիքներում, եթե տեսնեք, շատ հաճախ ասպարտամ է օգտագործվում։ Ասպարտամը ինքը սովորական շաքարից քաղցր է մոտ 200 անգամ։ Բայց ինքը
Գենետիկորեն ձևափոխված նյութ է, դա դիպեպտիդ է, երկու ամինաթթվից է կազմված, ասպարագինաթթվից եւ ֆենիլալանինից, եւ ինքը գենետիկորեն ձևափոխված նյութ է։ 30 աշճանի դեպքում, 30 աշճան Ցելսիուսի դեպքում ասպարտամը կարող է տրոհվել մի շարք թունավոր նյութերի։ Պակաս կարևոր չէ արագ սննդի կետերում առկա սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը։ Դրանց խախտումը եւս մի շարք խնդիրների առաջ կարող է կանգնեցնել սպառողին։ Միշտ չէ, որ արագությունը նաեւ որակ է, հաճախ նույնիսկ հակառակը։ Ասենք ընդմիջման 1 ժամում բազմաթիվ այցելուների սպասարկումը հասցնելու համար հաճախ պատշաճ կերպով չեն լվացվում մթերքները։ Անտեսվում է ձեռքերի անընդհատ լվալու կարևորությունը, ձեռնոցների կիրառումը եւ այլն։ Հաճախորդը պետք է ունենա ձեռքերը լվանալու հնարավորություն, գոնե ոչ ուրիշ ամենապրիմիտիվ բանը, ոչ թե ասենք սանհանգույցի օգտվելու, պարզ է, որ ոտքի վրա է նստակեղ չկա, հնարավոր է, որ սանհանգույց չունենա օգտվելու, բայց ձեռքերը լվանալու ջրի հոսող ջրի չեմ խոսում տաք ու սառը աշխատանքի համար, բայց հաճախորդի համար ջուրը պարտադիր է։ Մարդ մեկը դրսից տրանսպորտի է ձեռք տվել, դուռն է բացել եւ այլ եւ անհրաժեշտ է որ նա ձեռքերը լվանա, նոր օգտվի սննդից, ոչ բոլոր վաճառողներն են օգտվում ձեռնոցներից։ Աղջիկ աշխատող վաճառողները պետք է եղունգները ինչ եք ասում, այդ մանիկյուր չունենան։ Դրսում սնվելու տարատեսակ վնասներից մեկն էլ առաջանում է արագ ուտելու եւ քիչ ծամելու պատճառով։ Դրա հետևանքն են ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունները։ Այսօր նիհարելու մոլուսկով տառապում է ամեն երկրորդը։ Նույն այս մոլուսկով տարված դիետաներ պահող շատերը չգիտեն, որ ֆասթ ֆուդը սեփական կազմվածքն ու առողջությունը փչացնելու արագ միջոց է։ Առհասարակ, արագ սննդի մեջ աղի, շաքարի, խտանյութերի, ներկերի, էմուլգատորների եւ այլ հավելանյութերի առկայությունը ճարպակալման վտանգի առջև է կանգնեցնում, պատճառ դառնալով շատ լուրջ հիվանդությունների՝ ալերգիա, քաղցկեղ, շաքարախտ, ինչպես նաև սրտանոթային, հոդերի եւ ողնաշարային մի շարք հիվանդություններ։ Ըստ առողջապահության նախարարության տվյալների, այս վերջի 15-20 տարիների ընթացքում Հայաստանում այս բոլոր հիվանդությունները մեկտեղ վերցրած ոչ թե միայն ավելացել են, այլ երիտասարդացել են եւ մանկացել։ Այսքանով հանդերձ բնակչության շրջանում արված մեր հարցումները ֆասթ ֆուդի մասին մտահոգվելու տեղիք են տալիս։ 15 11 37 56 60 52 76 Երևի ամիսը մեկ անգամ։ ու հազվադեպ երևի հաճախակի հազվադեպ շաբաթը մեկ անգամ ամիսը 1-2 մաքսիմում շաբաթը մի 2 անգամ ամիսը մեկ հաճախակի Երբեմն։ այո Երեխեքից ոչ ես հա այո Տասյոթից 25 մինչև 7 տարեկան փոքր ժամանակվանից 15-ից հետո 7-ից հետո 17-ից Կարծում եմ այո մասամ այո իհարկե ոչ դենց կարծում ես, բայց ոչ ոչ այո Իհարկե այո երևի չէ ոչ Պարզվեց, որ 500 հարցվածների մոտ 85%-ն օգտվում է արագ սննդից։ Նրանցից 25%-ն այդ վտանգավոր քայլին գնում է շատ հաճախակի։ Ավելի մտահոգիչ այն փաստը, որ ըստ հարցումների ֆասթ ֆուդ սպառողների մեջ գերակշռում են պատանիներն ու երիտասարդները՝ 10-ից 20 տարեկանները, մինչև 39.2%։ 20-ից 30 տարեկանները 23.6%։ Հարցվողների կեսից ավելին փաստում է, որ արագ սննդի ընդունմանը զուգահեռ ըմբում է նաև գազավորված ըմպելիք, ինչը պատկերն ավելի տխուր է դարձնում։ Չնայած դրան մեր հարցումները ցույց տվեցին, որ արագ սննդի սիրահարների մոտ 25%-ը փաստում է, որ դրա չարաշահումից առողջական խնդիրներ են ի հայտ եկել։ Շաքարային դիաբետ, արյան ճնշում, սիրտանոթային հիվանդություններ, ստամոքսաղիքային տրակտի տարբեր հիվանդություններ եւ այլն։ Իսկ 34%-ի մոտ նկատվել է քաշի փոփոխություն։ Այսքանով հանդերձ տարատեսակ ֆասթ ֆուդերն ու գազավորված ըմպելիքները շարունակում են կիրառելի մնալ մանավանդ երիտասարդության շրջանում։ Հարկավոր է ուղղակի իմանալ եւ եփած կերակուրի չսկսել, ասալատից, կանաչից, կաղամ, բող եւ նրա հետ սկսել առաջինը սպիտակույց։ Դա կարող է լինի պանիր, կարող է լինել, ասենք, մսեղեն, ձկնեղեն, կարող է լինի հատիկ լոբի, հասուն լոբի, լոբազգիներ կամ գուզեղեն։
մնացած հետո, նոր մնացածը հետո։ Իսկ եթե խոսքը վերաբերվում է մրգերի մասին, միրգը պարտադիր է քաղցած ժամանակ ուտել, նույնիսկ շատ ցանկալի է, որ մարդը մրգով գնա աշխատանքի։ Նախքան սնվելը 15 րոպե առաջ անպայման հեղուկ պիտի մենք օգտագործենք, շատ ավելի լավ կլինի, եթե թան խմենք։ 15 րոպե հետո ստամոքսից հեռանում է հեղուկը, բայց նա արդեն ստամոքսը արթնացնում է, այսինքն ստամոքսին հուշում է, որ մի քիչ հետո մենք պիտի աշխատենք, այսինքն գիտեք, տեսել եք եւ զգում ենք բոլորս, չէ, որ լավ ճաշում ենք, անմիջապես հետո թուլանում ենք, թուլություն է գալիս մեզ վրա, այսինքն մեր օրգանիզմի էներգիան գնում է, որ այդ կերածը մարսի, տեղավորի եւ այլն։ Շատերն են փորձում ավելորդ քաշից ձերբազատվել տանջալի դիետաների միջոցով։ Այնինչ ոչ թե պետք է օրգանիզմը տանջել դիետաներով, այլ անհրաժեշտ է ուղղակի գրագետ եւ ճիշտ սնվել։ Դիետան դա մի թյուրիմացություն է, որը ամբողջ կյանքում մարդուն կարող է պահել հիվանդ վիճակում։ Աշոտ Մելոյանը հեռուստադիտողին քաչ հայտնի է կարգին հաղորդումից։ Սկեթչերում բոլոր չաղկերպարներին ինքն էր մարմնավորում, որովհետև կշռում էր ոչ ավել ոչ պակաս 147 կիլոգրամ։ Համով ուտելու սիրահար Աշոտը նաև ժամանակի սղության պատճառով հաճախ էր դրսում ոտքի վրա տարատեսակ բուտերբրոդներ ուտում։ Ճիշտ սնվելու շնորհիվ նա 7 ամսում կարողացել է կորցնել 51 կիլոգրամ ավելորդ քաշ։ Համատեղելի սնունդի մասին է խոսքը, գաղտնիքը կայանում է հենց համատեղելի սնունդի մասին։ Ինչ բան է համատեղելի սնունդ, ինչի հետ ուտես, որ մի արես։ 147.5 կիլո բնականաբար վատ է զգում ինձ, չէի կարում սար բարձրանալ, չէի կարում ձկնորսության գնալ, ես ինքս որսորդ եւ ձկնորս եմ, բայց մեծ դժվարություն ունեի, խնդիր ունեի, խեղդվում էի իշերները, շնչահեղձություն էր լինում մոտս։ Առաջարկվող բազմատեսակ մթերքների եւ խմիչքների մեջ սպառողը հաճախ չի կողմնորոշում ճիշտ ընտրության հարցում, իսկ չէ որ մեր օրգանիզմն էլ մեխանիզմ է, մեքենայի պես մի բան։ Լավ վառելիք լցրեցիր, լավ կաշխատի, հակառակ դեպքում գուցե ընդհանրապես չաշխատի։ Շաուրման համայրաբարակ կտրտած տվել են, 2 հատ համը զգում են մարդիկ ու կուլ են տալի։ Այդ միսը հացի հետ 5-ից 6 ժամ մնում է նեխում օրգանիզմում, չի կարում մարսվի։ Մայոնեզը հետը ձվով խփած, ես իմ այնտեղ չգիտեմ ինչ էր, ու վրայից մի հատ չգիտեմ գազավորված ըմպելիք Սոդոմ Գոմորա դառնում։ Թթվայնության քանակը նոսրացնում են, այդ ջուրն էլ խմում են վրայից, դե խեղճ օրգանիզմ տանջվի, որ ուտելիքը ճեղքի, թթվայնությունը, հետևաբար լյարդը նորից հավելյալ բանա սոկ արտադրում։ Մի մտահոգվեք, առողջ սնունդ բոլորովին չի նշանակում միատեսակ եւ անհամ սննդամթերքների ցանկ։ Առողջ սնվել նշանակում է ուտել ճիշտ քանակով բազմազան սննդամթերքներ, որոնք օրգանիզմին կմատակարարեն անհրաժեշտ սննդանյութեր եւ օրվա ծախսած էներգիային համարժեք կալորիականություն։ Բնության պարգևած մթերքներն անհամեմատ համեղ եւ օգտակար են, քան դրանց փոխարինող արհեստական անհայտ մթերքներն ու ըմպելիքները։ Պետք է ասեմ, որ մեր հայրենի բնությունը մեզ պարգևել է բավականաչափ համեղ, պտուղ բանջարեղեն, միս մսամթերք, ձկնեղեն, որոնք մեր օրգանիզմի համար ավելի շատ մեծ օգուտներ կարող են բերել, քան այդ փուչ համբուրգերները, որոնք մեր երեխաներն ու երիտասարդները հատկապես օգտագործում են։ Հայաստանի բարեբեր հողի միրգ բանջարեղենի համբավը հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից։ Հայկական լեռնաշխարհի բարիքներից ձգտել ու ձգտում են օգտվել նաև այլ երկրների քաղաքացիները։ Պատճառը ոչ միայն դրանց արևահամ քաղցրությունն է, այլ նաև օգտակարությունը։ Խնդիր ունենք բնական մթերքի եւ պիտի նշումները լինեն, որ սա այս արտադրանքը բնամթերքով է պատրաստված։ Այս արտադրանքը բնամթերքով չի պատրաստված։ Նույնը կարագի մասին կարելի է խոսել։ Վերջերս դուք հիշում եք, ստուգումներ իրականացվեց եւ շատ ու շատ կարագների մեջ նույնիսկ 10% կատնամթերքի արկայությունը հազիվ նկատվեց։ Պետք է իմանալ, որ կան մթերքներ, որոնք խթանում են ուղեղի աշխատանքը, լավացնում հիշողությունը, բարձրացնում մարդու մտավոր ակտիվությունը։ Դրանք պարտադիր է ընդգրկել յուրաքանչյուրիս ամենօրյա սննդակարգում։ Մասնավորապես խորհուրդ է տրվում աճող սերնդին օրվա սննդակարգում հնարավորինս մեծ տեղ հատկացնել միրգ բանջարեղենին, կանաչեղենին։ Օրվա սննդակարգում պարտադիր է նաև կալցիում պարունակող կաթ, կաթնաշոր, պանիր եւ այլ մթերքներ ներառելը։ Ամռանը շատ պիտի օգտագործենք բանջարեղեն, մրգային երևույթներ, մրգային կերակրատեսակներ, ինչու չէ, եւ ինչու բանջարեղեն եւ ինչու հատկապես բուսական առավելապես, որովհետեւ հատկապես շոկ
կլիմա ունեցող երկրներում մարդու օրգանիզմի իմունիտետը ընկնում է։ Իմունիտետի հետ ընկնելու հետ միասին ընկնում է նաև ախորժակը։ Դա փոխկապակցված է։ Չկա ախորժակ, չկա սնունդ, չկա էներգիա եւ չկա իմունիտետ։ Դրա համար է, որ մենք մեր կերակրացանքի մեջ հատկապես ամռանը օգտագործում ենք կծու, օգտագործում ենք մի քիչ ավելի աղ եւ այլն։ Պետք է ասեմ, որ արագ սնունդը դա չարիք է ամբողջ մարդկության համար եւ հենց ինքը մարդկությունը պետք է պայքարի այդ չարիքի դեմ։ Եվ հատկապես ես կցանկանայի ասել այն, որ մենք հայերս ունենք մեր ավանդական ապրելակերպը, պետք չէ այդ ավանդույթներից շատ շեղվել։ Առողջ սերունդը հզոր երկրի եւ կայուն ապագայի գրավականն է։ Եկեք քիչ տրվենք գայթակղություններին։ Չմոռանանք, րոպեական հաճույքները երկարատև տառապանքների պատճառ կարող են դառնալ։ Ուտենք եւ մեր երեխաներին սովորեցնենք ուտել օգտակար, բնական եւ առողջ սնունդ։ Գրագետ սնվելը առողջության պահպանման կարճ, ապահով, տարիների փորձություն անցած եւ ճիշտ ճանապարհն է։